Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, իշխանությունը երկարացրեց քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը։ Դուք էլ ձեր խոսքում ձեր ելույթում Ազգային ժողովում նշեցիք, որ խնդիրները լուծելու փոխարեն այս իշխանությունը կարծես թե ավելացնում է այդ խնդիրները։ Նախ ձեր գնահատմամբ, ինչու վերջնաժամկետը երկարացվեց, արդյոք պատճառը միայն այդ ID-ների տրամադրման մեջ էր, եւ ինչ խնդիրների ու բացասական հետևանքներ կարող է սա առաջացնել քաղաքացիների համար։ Տեսեք, հերթական անգամ սովորական է իշխանության համար ձախողված, այսպես ասենք, բարեփոխումն է, բարեփոխում իհարկե չակերտավոր, նախեյությունը հետևյալն էր, այսինքն իրենք ասում են եկամուտների համընդհանուր հայտարարագրում լինի, իբրև թե այդ ամբողջական եկամուտների համընդհանուր հայտարարագրման արդյունքում իրենք հնարավորություն կունենան կրճատելու ստվերը, նաև մարդկանց մասին իրենք կիմանան ամբողջական տեղեկատվություն իրենց սոցիալական վիճակի եւ ավելի հասցեական ծրագրեր կիրականացնեն եւ նաեւ այսպես ասենք ավելի թափանցիկ ֆինանսական ամբողջական տեղեկատվություն կունենան։ Գիտեք, նպատակը այն որ իրենք հնչեցնում են որպես կանոն գրեթե անխոցելի է ցանկացած պարագայում։ Ամբողջ հարցը հետեւյալն է, իրենք այդ նպատակի տակ քողարկում են այն իրականությունը, որը կապ չունի այդ նպատակի հետ։ Որևէ անգամ մեր վեճը հենց այստեղ է, այսինքն ձեր դրած նպատակը, որը նաև ինչ որ չափով բխում է այն ծրագրից, որով եկել եք իշխանության, կապ չունի, հակասում է շատ անգամ ուղիղ հակադրվում է այն լուծումներին, որոնք որ դուք բերում եք այդ նպատակի քողարկմամբ։ Հիմա այստեղ նպատակը իրենք էլ են ասում, ես էլ այտենց կարճ ներկայացրի, բայց ինչա իրական են փոփոխությունը, որ բերում են այդ նպատակից բխող։ Առաջինը ասում են, որ պիտի բոլորը ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ Լավ, այսինքն եւ ցույց են տալիս իբրև թե երկրում չկար որևէ տեղեկատվություն, որևէ մարդու, այսինքն անապատի վրա էինք ապրում 16-րդ դարում, եկամուտների հայտարարագրում չկա, ոչ մի տեղեկատվություն չկա եւ իբրև իրենք բերում են այդ ամբողջը իրականացնել։ Սուտ են ասում, որովհետեւ 10 տարուց ավել Հայաստանի Հանրապետությունում եկամուտների հայտարարագրման գրեթե ամբողջական համակարգ կա գործում, որը պետք է կատարելագործվեր։ Ցանկացած մարդ գիտի ով աշխատում է, գիտի որ իր գործատուն իր մասին տեղեկատվություն ներկայացնում հարկային մարմնին, այդ թվում աշխատավարձի չափի մասին, հարկվող եկամուտների, եկամտահարկի եւ սոցիալական պարտադիր վճարների մասին։ Սա կա, գործում է, հիմա ինչ են իբրև փորձում սրան ավելացնում են ավանների մասին տեղեկատվությունը մարդկանց, եթե ունեն ավաններ, օրինակ բանկային ավաններ, եւ երկրորդ այդ դրամական փոխանցումները, որ մարդիկ ունեն, ասենք տարբեր օրինակ հարազատը հարազատին ինչ-որ փոխանցում է անում կամ օտարերկրյա պետություններից դրամական փոխանցումներ։ Ասում են սա էլ պիտի հայտարարագրեք։ Իրականում իրենց նպատակը ինչքան էլ հիմա այսպես բարձրաձայն ասում են նոր հարկեր առաջացնելը չի կամ հարկային բեռի ավելացումը չի, բայց իրականում դա է։ Ոչ թե թափանցիկությունը, որովհետև հիմա գամ ավանդներից, պարզ, եթե մարդը ունի ավանդ բանկում, ապա իր հարկային գործակալը, բանկը, այդ ավանդի ցանկացած 1 դրամ տոկոսի դիմաց, որ վճարում է քաղաքացուն, դրա ամեն 1 դրամից 10% վճարում է եկամտահարկ, օրենքով սահմանված կարգով, սա վերահսկելի է։ Վերահսկելի է, տեսանելի բոլորին եւ այդ թվում հարկային մարմնին։ Դուք պատկերացնում եք, որևէ մեկը ավանդ տնի բանկում, ստանա տոկոս եւ բանկը չվճարի իր եկամտարկը, չէ, իհարկե։ Այսինքն ստեղ ըստ էության սուտ են ասում, որ ինչ-որ նոր տեղեկատվություն կա, այդ մասին իրենք գիտեն։ Ասում են
իդենտիֆիկացված չի, ամեն մարդու անունով չի այդ հարկը գալիս։ Ընդհանուր ավանդի տոկոս, օրինակ X բանկը վճարեց, դրա 10%-ն էլ վճարում է հարկ։ Մենք չենք տեսնում, որ Պողոսյան Պողոսը այսքան ավանդի տոկոս է ստացել եւ վճարել այսքան հարկ։ Տեսնեք ինչ անեք։ Ինչի տեսնեք։ Այսինքն բանկային գաղտնիքը աշխարհում մեկ ընդունված է եւ այդպես է եւ որ ինչ անեք, ասում եմ որ իմանանք, եթե ավանդ ունի, տոկոս է ստանում, տոկոսային եկամուտ է ստանում, հետեւաբար ասենք օրինակ իրան աղքատության նպաստ չտանք հանկարծ։ Շատ լավ, նորմալ նպատակ, բայց դրա համար օրինակ 3 միլիոն մարդուց ինչի եք հայտարարագիր վերցնում։ 3 միլիոնից քանիսն է ձեզ դիմում նպաստի համար։ Ասենք օրինակ մի քանի տասնյակ հազար ընտանիքներ այսօր նպաստառու են։ Վաղը մեկը կգա ձեզ կդիմի, որ նպաստ ստանա, դուք իրեն ասեք, մենք ամբողջական ձեր եկամուտների մասին հայտարարագիր ենք ուզում ձեզանից։ Ոնց որ օրինակ այսօր անում են բանկերը։ Եթե դուք գնաք բանկ, դիմեք վարկ ստանալու համար, ձեզանից բանկը պահանջում է տեղեկատվություն, նաև ձեր համաձայնությունը, որ արկա համակարգերից ճշտի։ Դուք ինչքան վարկ ունեք, ինչքան եկամուտներ ունեք, ինչպիսի վարկային պատմություն ունեք։ Հիմա եթե մարդը կթակի քո դուռը նպաստ ստանալու համար կամ պետական որևէ աջակցությունից օգտվելու համար, դու լեգիտիմ կերպով իրավացիորեն կարող ես իրենից լրացուցիչ տեղեկատվություն ուզել։ Ինչպես հիմա ուզում ես, կարող ես ասենք ավելին ուզես, եթե քեզ պետք է, որ հասկանաս այդ մարդը ի վերջո եւ իր ընտանիքը անապահով է թե ոչ։ Այսինքն ստեղել անիմաստ բեռ են բերում մի փոքր խումբ քաղաքացիների անվան տակ բոլորի համար։ Հիմա գանք հաջորդ նպատակին, ասում է ով հայտարարագիր է լրացնում, մենք իրեն հետ ենք վճարում այս սոցիալական սոցիալական կրեդիտ կոչվածը հայտարարագիր լրացնողի հետ ենք վճարում եկամտահարկից որոշակի նպատակներով կատարված ծախսերը։ Այստեղ էլ է մանիպուլյացիա։ Այստեղ էլ է մանիպուլյացիա, որ ժողովուրդն ասում են պրիմիտիվ կուտա։ Ինչու՞։ Որովհետև միջև այս հայտարարագրի պարտադիր պահանջը 2 տարին։ Մի քանի տարի, 5 տարուց 6 տարուց ավել եկամտահարկի վերադարձի ծրագիր է գործում Հայաստանի Հանրապետությունում։ Առանց հայտարարագրման պարտադիր պահանջի։ Մարդիկ միլիոնավոր դրամի եկամտահարկի վերադարձ են ստացել եւ ստանում առանց այս պահանջի, ասենք օրինակ հիպոթեկային վարկով բնակարան գնելու պարագայում։ Մարդը գնել է բնակարան հիպոթեկային վարկով, այդ իրենցից առաջ էր իդեպ այդ ծրագիրը կար, որը բարեբախտաբար գործում է նաև հիմա, մարդիկ հետ են ստանում եկամտահարկը։ Հա, սա սոցիալական կրեդիտ իհարկե։ Ինչ տարբերություն հիպոթեկային վարկով բնակարան գնաց մարդուն ես իրավճարած եկամտահարկից մի մաս հետ վերադարձնում, թե ասենք օրինակ երեխայի կրթության համար ուսման վարձ վճարածին ես 100,000 դրամ ենթադրենք տարին մաքսիմում հետ վերադարձնում։ Որն է խնդիրը։ Այդ նույն սխեմայով կարող են շարունակել նույն ձևով, այսինքն ուսման վարձի հետ վճարը եկամտահարկից կամ ասում են, չգիտեմ, տարբեր առողջապահական ծառայություններից եւ այլն։ Այսինքն, ստեղ ինչ է նշանակում հիմա մարդը, եթե իրական քո նպատակը դա է, խթանել կրթությունը, չգիտեմ, աջակցել այդ մարդկանց, որ ուսման ծախսերը իրականացնեն, ուսման վարձերը վճարեն, լավ արեն չես կապում դրա հետ։ Այդպես, այսինքն օրինակ, ասով հայտարարագիր չի լրացնում, ենթադրենք իրեն անձնագիր չենք տալիս, չենք ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կամ ով հայտարարագիր չի ներկայացնում, ենթադրենք չի կարող օգտվել հանրային ծառայություններից։ Կամ եւ այլ իր իրավունքներից։ Այսինքն սա պարտադրանք է քողարկված։ Պարտադրանք իրականում եւ ոչ մի կապ չունի սոցիալական այս բաղադրիչի հետ եւ այլն։ Ես արդեն բացատրեցի ինչու։ Հաջորդը ասում եմ մարդ կա օրինակ
գույքը տվել է վարձով։ Մենք ուզում ենք իմանանք։ Շատ լավ։ Մինչև այս պարտադիր հայտարարագրումը ինքը ուներ պարտավորություն, որ իր գույքը երբ որ տալիս է վարձով, հարկայի մարմին պետք է ներկայացնի այդ մասին հայտարարություն եւ հաշվարկի 10% այդ վարձավճարից վճարի հարկը։ Այդպես է տարիներ շարունակ եւ մարդիկ այդպես շարունակ վճարում են հարկերը։ Իսկ ով որ չի վճարում, թաքցնում է իր գույքահարկի վարձով տված գույքի հարկը, այսօր էլ չի անելու դա։ Ով որ աշխատում է ստվերում, ասեմ ավելին, եւ այսօրվա կարգավորումներով, երեկվա կարգավորումներով ինքը չունի աշխատանքային պայմանագիր եւ իր գործատուն այդ մասին հարկային մարմին հաշվետվություն չի ներկայացնում, հարկ չի վճարում, այսօր էլ դա չի անելու։ Այսինքն ո՞րն է խելամտության կանխավարկածը, որ ենթադրենք մարդ մի տարի 24 թվին աշխատել է ստվերում, իր բնակարանը վարձով է տվել եւ չի գրանցել այդ տեղեկատվությունը, հաջորդ տարի 25 թվականին գալու է ասի, հա գիտեք, ես ձեզ խաբել եմ։ Ինձ տուգանեք, վարչական պատասխանատվության ենթարկեք եւ այն չվճարած հարկս էլ հիմա վերցրեք ինձանից։ Հենա վճարող էր, կվճարեր ժամանակին, առանց դուժերի տուգանքների եւ իր պարտավորությունը կատարել։ Այսինքն շատ վատ բան է ստվերում աշխատելը, շատ վատ է նաեւ ստվերային այսպես գործարքներ կնքել եւ հարկեր չվճարել օրենքով։ Իհարկե դա էլ լավորից չի, ասեմ։ Եթե դու աշխատող աղքատին ասում ես երեխայիդ հաց մի առ օրենքով բերքող հարկային պարտավորությունը կատարի, իրականում դա արդար չի։ Արդար չի, երբ որ աշխատում է մարդ, ստանում է աշխատավարձ, բայց իր աշխատավարձը չի հերիքում նույնիսկ իր համար նվազագույն կենսական ծախսեր անելու։ Սա էլ հարց է։ Արդար չի հարկել 20% եկամտահարկ աշխատող աղքատին, որը ստանում է 75,000 դրամ եւ 750,000 7.5 միլիոն դրամ ստացողին էլ 20% հարկել։ Սա անարդար է, բայց սա էլ հարց է։ Բայց եթե 7.5 միլիոն ստացողը, 750,000 դրամ ստացողը կամ 75,000 դրամ ստացողը աշխատավարձ չի գրանցել իր աշխատավարձը եւ ինքը անօրինական աշխատում եւ հարկեր չի վճարում, ինքը ոչ էլ այդ հայտարարագրի լրացման ժամանակը գալու եւ լրացնի։ Այդ ամեն ինչը եւ ասի հարկից զատ նաեւ ինձ դուժի ենթարկեք կամ վարչական պատասխանատվության տուգանքի։ Հիմա ինձ կամ իմ գործատուին։ Այսինքն սա էլ է սին այդ ստվերի դեմ պայքարի այդ այո։ Այսինքն այդպես թե այնպես հայտնաբերելը մնում է հարկային մարմնի վրա, որը երեկել էր այդպես, հիմա էլ է այդպես, եւ ինքը պետք է կարողանա այդ ամբողջը վերլուծել, ռիսկերը գնահատել, ստուգումներ իրականացնել, հսկել, վերահսկել, բացահայտել։ Որևէ բան ստեղ էլ չփոխվեց։ Հիմա հարցը առաջանում է, բայց ինչ են անում, չէ՞։ Մի բարձ պատճառով, որ առաջին օտարերկրապետություններից ստացվող իրենք այդ դրամական փոխանցումները, դրամական տրանսֆերները հարկ են եւ իրենք այդ մասին արդեն ունեն եւ հայտարարած իրենց նպատակադրումը եւ նաեւ ըստ էության այդ մասով նաեւ փորձում են իրականացնել վարչարարություն, մարդը գնացել արտագնա աշխատանքի, Ռուսաստանում աշխատել է, եկամուտ է ստացել եւ այդ եկամուտը փոխանցում է բնականաբար իր ընտանիքին, որ ծախսերը հոգա։ Սա են ուզում հարկեն, բայց ոնց հարկեն։ Դի իմանան տեղը, չէ՞ որ հարկեն։ Բայց տեղը ոնց իմանան։ Այս հայտարարագրով։ Այս հայտարարագրով, որտեվ այնտեղ դուք պարտավոր եք, բացի այդ եկամուտներից, նաև հայտարարագրեք, օրինակ ձեր բանկային հաշվի վրա կատարված փոխանցումները, այդ թվում արտասահմանից։ Հիմա նորից ժողովրդի լեզվով ասած հələ կուտ են տալիս, ասում են տարեկան 12 միլիոն դրամից ավել դրամական փոխանցումները կհարկենք, ամիսը 1 միլիոնից ավել։ Բայց ազնիվ չեն, այս սահմանափակումը դրել են, որ մարդիկ սկսեն այդ հայտարարագրերը լրացնել, այդ 12 տեսն են, օրինակ 8 միլիոն, 10 միլիոն, այս մարդը դրսից փող է ստանում ամեն տարի, երբ որ կավարտեն, հաջորդ օրը կասեն այլևս էլ 12 միլիոնը չի, օրինակ տարեկան 2 միլիոնն է, որից ավելի ես հարկելու եմ։ Մյուս տարի եթե դու չգրես այդ մասին տեղեկատվություն,
Կասի, բայց ոնց եղավ նախորդ տարի դու ուներ 8-10 միլիոն կամ 11 միլիոն, հիմա չունես, դե արի ասեմ։ Հարկային վարչարարությունը վրա կհասնի, պետության կացինը վրա կհասնի, որտեվ տեղը գիտեն արդեն։ Իսկ հիմա իրենք ուզում են այդ տեղը իմանան, որ այդտեղից լրացիչ հարկ բերեն։ Հաջորդը տարբեր մարդիկ այսօր աշխատում են կամ ինչ-որ ծառայություններ են մատուցում փոքր կամ մեծ կամ ինչ-որ դրամական փոխանցումներ կա, այսինքն ընտանիքի անդամին է փոխանցում կամ բարեկամին անկանխիկ փոխանցումներ, բանկային բոլորը գիտեն, այսինքն իրենց հեռախոսով կարող են փոխանցում անեն։ Հիմա որպեսզի դա էլ իրենց հիմնական նպատակից շեղեն, ասում են մեկ օրվա մեջ Պետեկամուտների կոմիտեի նախագահան հրաման ստորագրեց, իբրև թե մինչև 350,000 դրամ բանկային փոխանցումները, որ քո հաշվին նստում է, քեզ փոխանցում են, կարող ես չհայտարարագրել։ Մինչև 350,000 դրամը, թե կարծեմ մինչև 300, թե մինչև 300,000 դրամը կարող ես չհայտարարագրել։ Շեմ են դրել, որ սահուն կերպով նորից տեղ է իմանան, այսինքն ինչ են ասում, աբսուրդ, եթե միակ բանը ստվերի դեմ պայքարի գործիքը դապտի լիներ։ Տեսնես մարդու անընդհատ ինչ-որ իր հաշվին տարբեր տեղերից փոխանցումներ ալնում, 100,000, 200,000, 500,000, հարց առաջանում էլի, եթե դու չես աշխատում, ծառայություններ չես մատուցում, որևէ գույք վարձով չես տվել կամ որևէ բիզնեսով չես զբաղվում, չենք տեսնում։ Բայց այդ փոխանցումները ինչ է, որ անընդհատ, այլ բան է, եթե քո հայրն ու մայրն են փոխանցել կամ քո եղբայրն ու քույրն են փոխանցել, հասկացանք նվիրատվություն է, բայց տարբեր մարդիկ, ասենք 50-100 տարբեր մարդիկ ամսական քեզ 200-300,000 փոխանցում են անում։ Սա էր այն հիմնական գործիքը, որ կարար լրացուցիչ լիներ, որ այսօր չկա, այս հայտարարագրով կարար օրինակ լիներ, որ կարող էր ստվերի դեմ պայքարի ինչ-որ արդյունավետություն բերեր։ Բայց դա է փաստորեն մի կողմից դրեցին այդ պահանջը, բայց այս մյուս կողմից դրեցին այդ 300,000-ի շեմը, այսինքն միանգամից ցույց տվեցին այն տեղը, որտեղ կարելի է շրջանցել։ Մարդ եթե 1 միլիոն դրամ տի փոխանցեն իրեն, կբաժանի 4 հատ 250,000-ի, կփոխանցեն, պարտավորություն չունի, չի հայտարարելի։ Բայց դրանով չեն իրենք սահմանափակվել, որտեղ ստեղ էլ ազնիվ չեն։ Հիմա հայտարարագրման համակարգը կդրեն, մարդիկ սկսեն 1-2 տարի հայտարարագիր լրացնեն, արդեն կհանեն այդ 300,000-ի շեմը եւ կասեն այո 5,000 դրամներ պետք է բերես հայտարարագրես։ Բայց դա էլ ակնհայտորեն էլի խնդրահարույց է, որովհետեւ հիմա էլ ունեն հնարավորություն, եթե ունենան կասկածներ, որ այս մարդը անօրինական բիզնեսով է զբաղվում կամ աշխատում է, իրենից կարան իրենք հասանելիություն ունեն այդ բանկային շարժերին։ Բայց հիմա մի քիչ բարդ է այդ հասանելիությունը։ Պետք է փնտրեն, գտնեն, այսինքն թացը չորին չպետք է խառնեն, իսկ հիմա ուզում են խառնեն թացը չորին, իրենց գործը հեշտացնեն, իսկ այսօր կարան դա անեն, մարդուց ուզեն այդ մասին տեղեկատվություն, ասեն մենք ունենք որոշակի կասկածներ, ձեր բանկային փոխանցումները, ձեր բանկային մուտքերը մեզ ներկայացրեք։ Եթե ոչ, ապա այո, հարկային մարմինը կարա արդեն ըստ էության այդ տեղեկատվությունը պահանջի եւ ստանա արդեն բանկից օրենքով։ Այսինքն այդ հնարավորությունը այսօր էլ կա, բայց այդ հնարավորությունը սահմանափակ է, որովհետեւ առաջնայինը քաղաքացու իրավունքն է։ Այսինքն պետք չի, եթե այսպիսի խախտումով կան 100-ից 1 մարդ, պետք չէ 100-ի ամբողջական տեղեկատվությունը դու ունենաս, որ այն մեկը գտնես։ Դու գնահատի, վերլուծի, բայց դու դրա համար ես աշխատավարձ ու պարգևատրում ստանում, որ գնահատես, վերլուծես եւ այդ շրջանակը առանձնացնես եւ դրա հետևից գնաս, այո, եւ բացահայտես ինչպես աշխարհի շատ երկրներում, որովհետեւ այս համակարգը նույնիսկ այդ տեղեկատվության պարագայում էլ այն ինչ որ իբրև ես ցույց տվեցի, որ գրեթե լրացուցիչ բան չեն ուզում, միակ բանը օտարերկրյա դրամական փոխանցումների մասին իրենց տեղեկատվությունն է, որ հետո այդտեղից հարկ հավաքեն եւ նաեւ անօրինական կերպով ըստ էության, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկը եւ Ռուսաստանում օրինակ եկամտահարկը դրանք նույն անունն ունեն, բայց տարբեր բովանդակություն են։ Հայաստանում միավորվել է սոցիալական վճարը եկամտահարկին, դրա համար է դրույքաչափը բարձր 20%,
Ռուսաստանում 13% է պատոհոդնի նալոգը, այդ եկամտահարկը, որովհետև Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացին բացի այդ հարկից վճարում է նաև սոցիալական վճարներ։ Իսկ դա սրանք հաշվի չեն առնում։ Եվ այն 7% տարբերությունը վաղը հարկելու են։ Ռուսաստանում աշխատող արտագնա աշխատանքի մեկնող մեր այսպես ասենք ժողովրդի լեզվով ասած խոպանչիները պետք է բերեն բացի Ռուսաստանում վճարած եկամտարկը 7% էլ ամեն 1000 ռուբլուց 7% էլ այստեղ վճարեն։ Սա է նրանց նպատակը։ Իսկ եթե ծախսերի հայտարարագրում չկա, միայն եկամուտների է։ Այն ամբողջ իրենց ասած թվերի կրճատում, չգիտեմ, կոռուպցիայի դեմ պայքար, սինա, ոչինչ է, որովհետև եկամուտներ, ծախսեր այս համադրության մեջ է հնարավոր բարձել, խափում ես պետությանը, թե ոչ։ Իսկ եթե այս մի թևը չկա, ծախսերի հայտարարագրումը, ապա այդ ամբողջը դառնում է փաստորեն մարդկանց համար, եթե ամփոփել ենք, անիմաստ բեռ, անիմաստ վարչարարության, այսպես ռիսկ, որը անիմաստ ինչ-որ միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալի հետևանքով ունենալու ես այդ անիմաստ պետական քաշքշուկների մեջ, եւ ինչպես իրենք են ասում, այո, տուգանքի մատերիալ դառնալու իրական հիմք։ Գուշացնես կտուգանվես, սխալ ինչ-որ տեղեկատվություն կլինի կտուգանվես, եւ այլն։ Հիմա է որ տուգանքի, հիմա են խափում, ասում են առաջին անգամ կնախազգուշացնենք, երկրորդ անգամ նոր կտուգանենք 5000 դրամ։ Բայց ով ասում, եթե դու կլնեք իշխանության, հետո մի հատ էլ նախագիծ չեք բերելու, կնոպկան սեղմեք, ընդունեք, որ առաջին անգամ 50000, երկրորդ անգամ 100000, երրորդ անգամ քրեական պատասխանատվություն եւ այսպես շարունակ։ Թուղթն էլ ձեր ձեռը գրիչներ, ինչ ուզում եք անում եք, ակնհայտ է, որ դա էլ տեսնում ենք, ինչպես օրինակ փոքր բիզնեսի հարկային արտոնություններն եք վերացնում կամ հարկային բեռն եք կրկնապատկում, ինչ ուզում անում եք, մի բան խոստանում եք, քվեստանում դառնում եք իշխանություն, հետո դրա ճիշտ հակառակը անում եք, հետո գալիս եք ասում եք հարկատուն հերոսա, հերոսին հետ տանում կեղեքում եք։ Հարկատուն հերոսա, հաջորդ օրը այդ հերոսին փոխանակ պայման ստեղծեն, որ աշխատի վճարի հարկեր իր ինքնազբաղվածությամբ իր տունը պայ չգնան նպաստանա աղքատության, ասում են քո հարկային բեռը առավոտվանից 2 անգամ ավելանում է։ Ինչու՞։ Այդպես ենք ուզում, որովհետև ենթադրենք մեր ապիկար կառավարման հետևանքով, ասենք Ռուսաստան, ռուս-ուկրաինական պատերազմի դրական գործոնը չկա, այլ բարձր աճերը չկան, դրսից մանանան չի թափում մեր գլխին, արդեն դժվարություններ կա տնտեսական, հարկերը չեն կարող հավաքեն, դու փոքր բիզնեսով զբաղվող, արդեն դիտաս ուղիղ 2 անգամ ավել հարկ, քան տալիս էր 3։ Սա է սրանց քաղաքականությունը։ Պարոն Ավետիսյան, դուք ներկայացրել եք այս նախագծի չեղարկման վերաբերյալ օրենքի նախագիծ, որը մերժվեց։ Ինչ հիմնավորմամբ եւ արդյոք սպասելի էր ձեզ համար։ Իհարկե սպասելի էր։ Ես որևէ լավ բան, դրական բան այս իշխանություններից չեմ սպասում։ Մեկ ասեք ինչու, որովհետեւ պարզ մի բան կա, այսքան ձախողումներից հետո, այսքան տարբեր, չեմ ուզում այդ մասերով ասեմ, այս ամեն ինչից հետո եթե իրենք մնում են այսօր իշխանության, փաստացի մի պարզ մեխանիզմ բանաձևով ամեն գնով պահեն սեփական իշխանությունը։ Դա էլ լավ ուրիշ չի։ Գիտեմ, որ իշխանազրկվեն, հետո ինչեր է պարզվելու, կոռուպցիայից մինչև դավաճանություն, ապիկարությունից մինչև դիտավորյալ մեր գլխին էս փորձանքների բերելու օբյեկտիվ հանգամանքներ եւ իշխանության մնալը իրենց համար կենսական նշանակություն ունի, էլի։ Մենակ հարստանալու, լավ ապրելու միջոց չի, ոնց որ տեսնում ենք, հա, այլ կենսական նշանակություն ունի եւ դրա համար ամեն գնով իրենք փորձում են ամեն գնով հանրային շահը ստորադասելով, հակադրվելով իրենց միակ շահը, իրենց իշխանությունը պահելը։ Մենք պարագայում էլ ինչ նախագիծ կամ էլ ինչ դրական զարգացում, մնացածը դրանից է բխում։ Իսկ ես ինչ էի ասում, պարզ բան։ Ասում եմ, այսքան խնդիրներ կա, տեխնիկականից մինչև բովանդակային։ Դուք չմտածված գործընթացի մեջ եք։ Կասեցրեք, օրինակ ասենք թոշակառու, որի միակ եկամուտը կենսաթոշակն է։ Ո՞վ է կենսաթոշակառուն թոշակ վճարում։ Օֆշորներից, չէ, օֆշորներից դուք եք երևի գումարներ ստանում կամ ձեր գումարներն են օֆշորներում։ Բա որտեղից։ Պետական բյուջեից, ով է վճարում, պետությունը, ով գիտի այդ մասին տեղեկատվություն, պետությունը։
Բայց հիմա եթե դուք գիտեք այդ մասին տեղեկատվություն, ասում եք թոշակառուն թող մտնի, չգիտեմ, այդ բարդ գործընթացների միջով անցնի, թող տեսնի, եթե մենակ կենսաթոշակն է, հաստատի այդ մենք համարենք հայտարարություն տված։ Աբսուրդ է։ Ասում եմ ինչու՞, որովհետև կենսաթոշակառուն կարող է գույք ունի, օրինակ կենտրոնում Հյուսեյն Պողոտայում եւ տվել է վարձով։ Է շատ լավ։ Երեք ուներ գույք, տվել էր վարձով, այդ մարդը այդ 580-90 նպաստառույց ու կենսաթոշակառույց ենթադրենք 500-ը ունի գույք վարձով տված։ Լավ, այդ գույք տվողը թող իմանա, որ եթե վարձով է տվել, այո, եթե այլ եկամուտ ունի, քան կենսաթոշակը, ենթադրենք թող վճարի հարկերը եւ նաեւ այդ մասին ձեզ լրացուցիչ տեղեկատվություն տա։ 1%-ն է 100-ից 1-ն է այդպես։ Այն 99-ին ինչ է առաջադրում այդ ապուշ հիմար պարտավորությունը, անտրամաբանական ձեր տված կենսաթոշակի մասին մարդը հայտարարություն տա ձեզ, հայտարարագիր տա, որ էտա իր եկամուտը։ Ասում են հա դե այդտեղ խնդիր կա, լուծումներ ենք մտածում, ասում են մինչև լուծումներ մտածել են։ Ինչ չեք կասեցնում այդ մարդու պարտավորությունը։ Հաջորդը, դուք տեխնիկապես չունեք դեռ հնարավորություն։ Չունեք։ Դուք ոչ ID եք կարողանում տպել տալ, չնայած գերբ ունենք, դրոշ ունենք, պետություն ենք։ Ոչ կարողանում եք ժամանակին այդ մարդկանց այսպես փաստաթղթավորեք եւ այլն, բայց ժամկետ եք դրել, ասում եք պետք է բերես քո պարտավորությունը կատարես։ Այս տարվա սկզբին ես փորձում եի այդ հայտարարագիրը լրացնել։ Իրենք տեխնիկապես էլ պետեկամուտների կոմիտեն տեխնիկապես ծրագրային նաեւ այլ առումներով տեխնիկապես չունի հնարավորություն այդքան ինֆորմացիա ընդունելու, այսպես բազավորելու եւ պայստավորելու այդ տեղեկատվությունը եւ դրա հետ աշխատելու էլ չասեմ։ Բայց եթե չունեք ձեր այդ այսպես ասենք տկլոր ջանին կատու ինչ եք շալակում։ Այսինքն հիմա այս ոչ տեխնիկապես եք պատրաստ, ոչ ծրագրային իմաստով եք պատրաստ, ոչ հանրությունն է պատշաճ տեղեկացված։ Մի մասի համար էլ բոլորովին շատ ակնհայտ անիմաստ տեղեկատվություն, այս կենսաթոշակառուներին ասեցի։ Գործազուրկ կա, չունի այլ եկամուտ, քան նպաստը, որևէ տեղ չի աշխատում, որևէ եկամուտ այլ չունի, հարկման ենթակա։ Հիմա նրանց էլ եք պարտավորեցնում եւ այլն։ Հիմա այս ամբողջը դեռ լուծումներ չտված։ Հələ չասեմ, որ ծախսերի հայտարարագրից խոսեցի, էդ էլ չեղած։ Անիմաստ այդ պարտավորությունը մարդկանց համար սահմանում եք, որ ինչ անեք, որ հետո չկատարեն տուգանեք։ Բայց տուգանքի մատերիալի սահմանում է իր տվել։ Բայց վերցրու այդ սահմանումը, կարդա մի թղթի վրա։ Հետո ինչ անում ես հիմա, երկրորդ թղթի վրա կարդա։ Տես որ դու դասական իմաստով հենց մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն քո տված սահմանմամբ դասական իմաստով դիտարկում ես հենց տուգանքի մատերիալ։ Սա է եւ դրա համար ես առաջարկում եի կասեցնել այս գործընթացը մինչև ամբողջական պատկերացում լուծումներ լինի եւ սահմանված հրճակված նպատակին ծառայող բարեփոխում լինի, որտեղ բարձ է, չէ՞ որ եթե դու անտրամաբանական նպատակին անաղերս մի բան ես բերում, մարդկանց մոտ առաջանում է հակակրանք։ Նաև հենց այդ համակարգի ներդրման տեսանկյունից հակակրանք առաջանում։ Մարդիկ սկսում են հակադրվել։ Դրա համար է, չէ՞ որ 4 ամիս անցել է, նոր բերեցին ժամկետը երկարացրին, մի քանի օր է մնացել իրանց նախապես սահմանված ժամկետից։ Գիտեք քանի տոկոսն հայտարարագիր լրացրել։ Հայտարարագիր լրացման ենթակա մարդկանց քաղաքացիների ընդամենը 4.5%։ Այսինքն 95%-ը չի կատարել այդ պարտավորությունը։ Ինչու՞։ Որովհետև համարում է անտրամաբանական, ոչինչ չտվող եւ հակադրվել է այդ այսպես կոչված ճակերտավոր բարեփոխմանը։ Ժամկետ լրացնելով պրոբլեմը հետաձգելով պրոբլեմը չի լուծվում, ավելի խորանում է։
Պարոն Ավետիսյան, նախորդին ազգային ժողովում ծեծկրտուկ քաշքշոց տեղի ունեցավ իշխանական պատգամավորների եւ նաեւ ձեր խմբակցության անդամների միջև։ Եվ 2020 թվականից հետո կարծես թե խորհրդարանում նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել։ Ձեր գնահատմամբ ինչն է փոխվել։ Նախորդը այս վերջինը ծեծկրտուկ չէր, այդպես բաներ եւ դրա պատճառի մասին արդեն իմ գործընկերներն էլ ասել են, ես էլ օգտվելով առիթից ասեմ, ընդհանուր սկզբունքի մեջ տեղավորվում է, հենց նրան են ընկնում, բովանդակային ասելիք չեն ունենում, հակադարձում, հակապաստակ չեն ունենում, այդ ոճի մեջ են մտնում, այսինքն երբ որ իրենց պոպուլիզմը, իրենց այսպես ապիկարությունը եւ մնացած այն ինչ որ կան իրենց բնույթը չի կարողանում իրավիճակից ելք իրենց համար ապահովել, իրենք այդպիսի միջոցների են դիմում, այսինքն ինչ են անում, այդտեղ ներկա ուժայինների թիկունքի հետևը պահկված եւ նրանց նաեւ ձեռամբ եւ նաեւ կենթանիների տեսակ կա, չէ՞ որ շատ են լինում, հարձակվում են, եթե քիչ են լինում, փախնում են, շատ են լինում, հարձակվում են, այդ բանով, բանաձևով լիկտիության սահմաններ կորցրած իրականացնում եւ մեր հանրությունը այո օբյեկտիվորեն նաեւ այդ իրավիճակների եւ այլնի նկատմամբ ել ավելի հիասթափվում է, բարձ ասած իրենց լեզվով ասած նաեւ զզվում է այդ ամեն ինչից, բայց իրենք իշխանություն են եւ իրենք կարողանում են այդ ամեն ինչը սադրել, բերել դրան։ Սկզբունքը այդ է, որ ասեցի արդեն, չեն կարողանում ստով, կեղծիկով, մանիպուլյացիաներով այդ իրավիճակից դուրս գան, այն ինչում իրենք հայտնված են, եւ երբ որ մերկանում են արդեն ակնհայտ է դառնում իրենց բունեությունը, նաեւ մի խումբ ավել մարդկանց համար, իրենք դիմում են այդ սադրանքներին, այդ միջոցներին։ Ես մի անգամն էլ ցավոք սրտի հասել ենք արդեն այն օրին, որ հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագծի մասին գործընկերս հայտարարումը եւ իրենք փաստորեն ընկնում են այդ վիճակի մեջ եւ փաստորեն դա մի լակմուս է, որով հստակ արդեն իրաց դեմքը ցույց է տալիս։ Եթե չես ուրանում, բայց ինչի ես վախենում քրեականացումից։ Այսինքն հայոց ցեղասպանությունը ժխտելը, քրեականացնելը, կոնկրետ։ Եթե դու ուրացող չես, ինչ ես վախենում։ Իսկ եթե վախենում ես, ուրեմն դու ուրացող ես։ Ուրեմն դու ուրանում ես մեր նախնիների ցեղասպանությունը։ Ոչ միայն ուրանում ես, այլ նաև հիմք ես ստեղծում, մանդատ ես տալիս ցեղասպանություն իրականացնող մարդակերպին վաղն էլ դա անի, ում հանդեպ, քո ժողովրդի հանդեպ։ Եվ սա էր պարզվում, եւ պարզվեց, եւ դրանից արդեն իրենք, քանի որ իրենց հրեշավոր դեմքը արդեն հանրությունը նաեւ այս կերպ էր տեսնելու, սադրեցին։ Եվ դա է իրենց առաջնորդության բունեությունը։ Խորհրդարանում եղած այդ վիճաբանությունները տեղափոխվում են խորհրդարանից դուրս, առանց օրինակ տեսախցիկների, թե այդտեղ սկսվում, այդտեղ ավարտվում։ Իրանք ըստ էության նորից ասեմ, ընկեր Վահան Հովհաննիսյանը մի շատ դիպուկ բան ասել ազգային ժողովում, ոչ այս իշխանությունների համար, բայց էլ ավելի դիպուկ է այսօրվա պարագայում, հիշեցնեմ, ասում էր, եթե դուք չլինեք իշխանություն, ձեզ ձեր պայձեզներում կծեծեն մարդիկ, եւ դուք ոչինչ չեք կարող անել, որտեղ դուք վաստակել եք այդ ծեծը։ Կամերաներից դուրս այդ ժողովրդի լեզվով ասած հզոր ախրանաներից դուրս իրենք ոչինչ են, որովհետև իրենք իրենց ապրածով հավաքական իմաստով դա հիմնավորել է իրենց անցած ճանապարհով եւ գիտեք ափսոս այն ուրեմն բաց թողնված հնարավորությունը, որ մեր հանրությունը հավատալով, խաբվելով
այս կերպին, այս բնույթին տվել է իշխանություն, ակնկալելով ավելի արժանապատիվ կյանք, ավելի մեծ անվտանգություն, ավելի մեծ երջանկություն, որտեղ իրենք խոստանում էին երջանկություն, բերել են մահ ու ավեր, խոստանում էին անվտանգություն, ինքնիշխանություն, ամենացածր նիշի վրա է հայտնված անվտանգությունը իր սպառնալիքներով, ամեն օր աճող ինքնիշխանության մասին արդեն կարծում եմ խոսել է այս իրավիճակում նույնիսկ մեղք գործել է, հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ, արդեն մի օրինակ թեմայով այսօր երկար խոսեցինք, սա վերցրեք ցանկացած ոլորտում կրթությունից մինչև հարկային քաղաքականություն, տնտեսությունից մինչև սոցիալական իրավիճակ, համատարած այդ նույն վիճակն է, խոստանում են ամեն ինչ, անում են հակառակը, ձախողում են, գնում դրա համար ինչ-որ մեղավորներ են գտնում, հիշում եք չէ, աղքատությունը աճում, ասում աղքատա մարդը, որովհետև իր ուղեղում է, ում ասում հայ մարդուն, որը քարից հաց է քամում, ինքը մեղավոր չի, որ ձախողել է, մեղավոր է հայ մարդը, որ օրինի բուն աշխատում չի կարող ապրի, աշխատող աղքատը, որովհետև հարկային անարդար համակարգ են ներդրել եւ այլն։ Այսինքն սա է եւ այս իրականության մեջ իրենք ամենալավը գիտեն այդ ամեն ինչը եւ այդ կամերաներից դուրս եւ այդ ախրանաների թևի տակից դուրս իրենք ճուտիկներ են ընդամենը, որոնք փաստորեն հայտնվել են այդ իրավիճակում ստով կեղծիքով։ Եվ ես վստահ եմ, որ հայ մարդը ինչքան էլ համբերատար է իր բնույթով, ինչքան էլ այսպես լավատես է եւ այլն, եւ իհարկե լավորից էլ չէր, որ այս ընտրությունը եղավ լայն իմաստով, բայց իր հետևություններն անելու է։ Իր հետևություններն անելու է, գնահատականը տալու է եւ այն տարափով, այն մեծ ալիքով որ եկան, այդ նույն ալիքով էլ գնալու են ոչ միայն իրենք անձապես, այլ նաեւ իրենց տեսակը, կերպը, իրենց փիլիսոփայությունն ամբողջ արժե համակարգը, որով որ իրենք կան, գոյություն ունեն եւ առաջնորդում են, եւ սա էլ ավելի կարեւոր է դասեր քաղելը եւ այս բնույթն ու փիլիսոփայությունը մերժելը, քան իրենց հեռացումը։ Պարոն Ավետիսյան, անընդհատ քննարկվում է Նիկոլ Փաշինյանին impeachment հայտնելու գործընթացի մասին, այսպես եւ մամուլում լուրեր են տարածվում, որ ձեր խմբակցությունում այս հարցի շուրջ այսպես բոլորը կարծես թե համակարծիք չեն, որոշները գտնում են, որ պետք է impeachment հայտնել Նիկոլ Փաշինյանին, որոշները մտածում են, որ ոչ, ինչու այս հարցում ձեր խմբակցությունում այսպես նույն հայտարարի չեն գալիս, որն է պատճառը։ Եվ արդյոք պետք է impeachment հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նախ ձեր հարցադրումը հարցադրման համաձայն չեմ, որովհետև մամուլում հայտնվում են, ինչ-որ միտեղ հայտնվում են, ինչ-որ մի մարդ ասում է, դա հո իրականությունը չի։ Այսինքն հերքում եք, չկա նման բան ձեր խմբակցությունում։ Ուրեմն իհարկե չկա։ Եվ ես չեմ մենակ հերքում։ Դա պարզ ճշմարտություն է, դուք լսած պետք է լինեք պաշտոնական հայտարարությունները Հայաստան խմբակցության անունից։ Պաշտոնական հայտարարություններում որևէ անգամ չեք գտի միտեղ, որ ուղղակի կամ անուղղակի այդ impeachment-ին դեմ ենք արտահայտվում կամ մենք մեր պայքարի գործիքակազմից դա բացառել ենք։ Չկա հակառակը, կա հակառակը։ Մենք միշտ ասել ենք դա, բայց պետք է գործիքը երբ որ կիրառում ես, պետք է ծառայի իր նպատակին եւ այդ անհրաժեշտ նախադրյալները պետք է լինի հակառակ պարագայում, այսինքն անում ես ինչ անելու համար, այսինքն impeachment-ի գործընթացում մտնում եւ դուրս ես գալի ել ավելի վատ վիճակով, քան ասենք կա իրավիճակը, եւ եթե չի եւ այդ նախադրյալները եթե չկա եւ դու ակնհայտ տեսնում ես որ դա չկա, այսինքն 1-2 հոգու բախտախնդիրների կամ չգիտեմ ինչից մղված կամ ում պատերը կատարելով ինչ-որ հորդորներին տրվելով դու գնում ես դա անես, որ ինչ անես, որտեվ impeachment-ի ձախողումը, որ ի սկզբանե դու գիտես եւ մտնում ես այդ process-ի մեջ, այդ ժամանակ
Հանրությունը քեզ ավելի օբյեկտիվ քննադատելու եւ առիթն ունենալու եւ նաեւ այդպես իրականությունն է լինելու, որտեւ impeachment-ի ձախողումը իր հետ մի շարք հետևանքներ է բերում, քաղաքական պայքարի իմաստով, թե քաղաքական առումով, թե իրավական առումով եւ այլն եւ այլն։ Բայց հիմա էլ ընդդիմությանը մեղադրում են շատերը այս գործընթացը չսկսելու համար։ Տեսեք, գործընթացը սկսելու համար պետք է գործընթացը հասունանա։ Սրա մասին բազմաթիվ անգամ իմ գործընկերները խոսել են, ավելի մանրակրկիտ փաստեր ներկայացրել են եւ այս ասեցի արդեն նաեւ տարբեր հայտարարություններ կա թե Հայաստան խմբակցության կողմից արված, թե նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության անունից արված, որի անդամն եմ ես այդ կուսակցության եւ բարձ բացատրել ենք այստեղ մանիպուլացնելը պարզ իրողությունների ակնհայտ ճշմարտության։ Սա ջուր լցել է այսօրվա իշխանությունների ջրաղացին։ Եվ պարոն Ավետիսյան, ամփոփելով մեր զրույցը, առջևում 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններն են, նախ ձեր գնահատմամբ հնարավոր է այս ընտրություններով իշխանափոխություն անել Հայաստանում եւ արդյոք ինչ եք կարծում կարող ենք արտահերթ ունենալ։ Իշխանափոխություն այլ ընտրանք չունի իմ խորին համոզմամբ։ Ոչ թե իմ կարծիքով, ընդդիմության կարծիքով կամ հանրության մի հատվածի կարծիքով, այլ օբյեկտիվորեն չունի, այլ իրենք առաջնորդության ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ այլևս, որտեղ իրենց առաջնորդության ռեսուրսը սուտն է, կեղծիքը։ Դու ինչքան կարաս մարդուն, բանական մարդուն խաբես 1, 2, 3, 4, 5, ինչքան կարաս կապիկություններով մանիպուլացնես, դերասանություններով եւ այլն, իրականությունը խեղաթյուրելով 1, 2, 3, 4, 5, այսինքն իրենք արդեն 5-րդ եւ վերջին քայլի վրա են։ Օր առաջ իշխանափոխությունը մեր հանրության համար, մեր ժողովրդի համար, մեր ապագայի, մեր պետության համար, հանրային կյանքի բոլոր ոլորտների համար օր առաջ իշխանափոխությունը մեծ կարևորություն ունի, մեծ էական առանցքային։ Ինչպես դա տեղի կունենա արտահերթ ընտրություններով, հերթական ընտրություններով, փողոցային պայքարով, թե որոշակի համակցություններով, դա արդեն առաջիկա, այսպես զարգացումները ցույց կտան։ Բայց այստեղ մի կարևոր սկզբունք կա։ Այո, բոլոր մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մեր սփյուռքի գաղթօջախներում բնակվող հայ մարդիկ, բոլոր մարդիկ, ովքեր իրականում տեսնում են այս բոլոր խնդիրները, քայլ առաջ պետք է միավորվեն այո սկզբունքների ներքո, ոչ թե սրանց այսպես միայն հեռացնելու, որտեվ այս իշխանությունների հեռացումը մեր գոյության համար, հավաքական ազգի, ժողովրդի, պետության գոյության համար կարևոր թիվ 1 նախապայմանն է։ Բայց ընդամենը նախապայման։ Այո, սա պետք է տեղի ունենա եւ այստեղ այո պետք է համախմբում լինի, բայց ոչ թե պես տիպողաբար կամ, չգիտեմ, ինչ-որ ցուցադրական էֆեկտով, այլ այսպես ասենք բուն գաղափարի ներքո եւ այո այդ համախմբումը քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների համախմբումը ամենաարդյունավետը կլինի եւ այդպես էլ լինելու է վստահաբար ձեզ ասում եմ, երբ որ պահանջը կգա հանրությունից։ Երբ որ պահանջը եկավ հանրությունից, այլ ընտրանք չկա։ Համախմբվել ազգային գաղափարների շուրջ մեր դիմակայելու այս արկամարտարարներին դիմակայելու շուրջ մեր այսպես իմունիտետը բարձրացնելու շուրջ եւ այո սա միանշանակ ինքնաբերաբար բերելու է նաեւ այն բոլոր գործընթացներին, որի մասին արդեն խոսեցինք։ Ինչու դուրս չեք գալիս փողոց, թե սպասում եք 26 ընտրություններին, թե չի ասունացել ինչ փողոց, մենք փողոցից տուն ենք գնացել։ Մենք տուն չենք գնացել փողոցից։ Այս իշխանություններ առաջին պայքարը փողոցային Հայ հեղափոխական դաշնակցությունը սկսել է դեռևս
2019 թվականին, երբ որ դեղին քարտերի շարժումը եղավ, եւ այդ ժամանակ, երբ որ իրենք ձիու վրա այսպես իշխանությունն էին իրենց մանիպուլյացիաները գրեթե ճշմարտության տեղ հանրություն ընդունում էր, մենք դեղին քարտի այս պատկերավոր ասած այդ խորհրդանիշով ասեցինք կանգ առեք, այս խնդիրները, որ առաջացնում եք, սրանք դրջագույն անդառնալի հետևանքներ են ունենում։ Մենք այդ օրվանից փողոցում ենք։ Մենք անընդհատ փողոցում, այլ հարցա, որ փողոցային պայքարը չի հանգուցալուծվել վերջնանպատակով։ Ինչու հանրությունը չի վստահում ձեզ։ Վստահում է հանրությունը, բայց բավարար ուժ չենք ունեցել։ Բավարար չափով չենք կարողացել հանրությանը գեներացնենք, միավորենք, փողոց դուրս բերենք, որ վերջնարդյունքին հասնենք։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չենք արել։ Մենք փողոց, ոչ թե ինչու փողոց չենք դուրս գալիս, մենք փողոցից տուն եւ չենք գնալու տուն փողոցից։ Քանի դեռ այս իշխանությունները առաջնորդում են մեր պետությունը, մեր ժողովրդին դեպի կործանում։ Մենք տուն չենք կարող գնալ։ Պայքարը շարունակվում է, շարունակվելու է եւ այո, փողոցային պայքարը ընտրությունների միջոցով ուրեմն հանգուցալուծումը դրանք որևէ կերպ այսպես առաջնային չենքան նպատակը։ Կարևորը նպատակն է։ Նպատակին հասնելու ցանկացած գործիք, ցանկացած հնարավորություն, ձև ու մեթոդ պետք է կիրառվի, որտեղ այդ նպատակը պարզ բան է, լինել չլինելու մասին է։ Այստեղ ինչ խնայես, ինչը խնայես, կամ ով է խնայել։ Խոսքը վերաբերում է այն հասցեատերերին, որոնց դուք նկատի ունեք։ Մենք փողոցում ենք եղել, կանք, հիմա էլ եւ հենց այսօր մենք նաեւ 26 տարի շարունակ իրականացնում եւ այսօր էլ նոր խորհրդով իրականացնելու ենք ջայրով երթը ցեղասպանության 110-ամյակի նախօրեին եւ սա մեր բնույթն է, այսինքն պայքարի շուրջ համախմբելը տարբեր քաղաքական ուժերին, տարբեր նաեւ քաղաքական գործիչներին, սա ուղղակի մեր առօրյան է, որը բխում է մեր հիմնական նպատակից, իսկ մենք այդտեղ ոչ միայն ազնիվ ենք, այլ մեր էությունն է դա, եւ մենք չենք կարող հակադրվել կամ դավաճանել մեր էությանը։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Կհանդիպենք։